Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 22-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր մենք տեսնում ենք ինչ լարված վիճակ է Հայաստանում։ Մայիսի 7-ին պետք է անցնեն ազգային ժողովի ընտրությունները։ Գնում է ընտրարշավը։ Քաղաքական պայքարը թեժանում է, երկու շաբաթ անց ընտրարշավի սկզբից մենք տեսնում ենք ինչ լարված վիճակ է։ Փոխադարձ մեղադրանքներ, փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, խոսքը գնում է մի կողմից քաղաքապայմանագրի մասին, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից 3 ռուսամետ ուժերը։ Ուժեղ Հայաստան դաշինքը գլխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից, Հայաստան դաշինքը, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Այս երկու ճամբարների միջև շատ լարված է վիճակը, մենք դա տեսնում ենք։ Էլի երկու շաբաթ կա, ես պատկերացնում եմ ինչ է լինելու այս երկու շաբաթից հետո։ Մայիսի 5-ին ավարտվում է ընտրարշավը, մայիսի 7-ին կանցնեն ընտրությունները։ Ես պատկերացնում եմ ինչ շիկացած վիճակ մենք կունենանք։ Բայց այս ծանր պայքարը փոխադարձ մեղադրանքներով, վիրավորանքներով, այդ ծանր պայքարը նաև զուգակցվում է մեր դեմ պայքարի, որը տանում է Ռուսաստանը, հիբրիդային պատերազմ։ Այդ օրինակների մասին նաև այսօր կխոսեմ։ Երբ որ ես ասացի այս երկու ճամբարները պայքարում եմ, այսօր ձեզ կներկայացնեմ այն գլխավոր մեղադրանքները, որ ուղում է ռուսամետ այդ 3 ուժերը Նիկոլ Փաշինյանին, ու այսօր Նիկոլ Փաշինյանը առավոտ շուտ անցկացրեց պրես-կոնֆերանս լրագրողների հետ, պատասխանելով այդ գլխավոր մեղադրանքներին։ Ձեզ կներկայացնեմ։ Կխոսենք հիբրիդային նոր քայլերի, որոնք այս 2 օրը վերջի Ռուսաստանը արեց մեր դեմ, ու անպայման ուզում եմ այսօր անդրադառնանք նրան, որ իշխանությունը, կառավարության մարմինները սկսեցին պայքար, սկսեցին process բացահայտումների, պայքար լրտեսների դեմ, պայքար այն քաղաքական գործիչների դեմ, ովքեր կամ խախտում են օրենքը, թաքցրել են երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքացիությունը, կամ կապվածություն ունեն Ռուսաստանի ՖՍԲ-ի հետ, հատուկ ծառայությունների հետ, կամ պետական դավաճանության մեջ նույնիսկ հիմա մեղադրվում են մարդիկ։ Ես հատուկ դեր ազգանունները չեմ տալիս, քանի որ համարում են, որ անմեղության կանխավարկածը մենք բոլորս պետք է հարգենք, պարզ է, դատարան գործերը պետք է ի վերջո մտնեն, ապացույցներ վերջնականորեն հաստատվեն, որ մենք ասենք, որ այս մարդը լրտես է, այս մարդը, չգիտեմ, ՖՍԲ-ի աշխատող է, իրավունք չունեին մասնակցել մեր ընտրություններին եւ այլ, բայց ցանկացած դեպքում այդ process-ները գնում են, մեղադրանքները ներկայացվում են։ Այսօր առավոտ շուտ Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում խուզարկություն է գնում, առավոտ շուտ, այնտեղ ԱԱՑ-ն մտավ, դուք գիտեք այդ կուսակցության առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ, նորից կրկնում եմ, ակնհայտ է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը կա, բայց մենք հիմա խոսում ենք ինչ է ասում կառավարությունը։ Նույնը Մարտուն Գրիգորյան, ազգային ժողովի պատգամավոր, այսօր իր տուն մտան ուժայինները, դիմակներով մարդիկ սկսեցին խուզարկություն իր տանը։ Ինչի է դա կապված։ Մենք տեսնում ենք մեծ process, այդ process-ը էլ ավելի շիկացնում է իրավիճակը Հայաստանում։ Ու փորձենք հասկանալ ինչ է կատարվում, փորձենք ուսումնասիրել, ու ես ուզում եմ այսօր սկսել շատ կարևոր մասից մեր ելույթը, բայց մինչև ես սկսեմ խոսել մեր այսօրվա
այս կարևորագույն թեմաներից, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Մեր աշխատանքը անչափ կարևոր է հայ ժողովրդի համար հենց հիմա, այս ծանր պայքարի ժամանակ։ Սփյուռքայությունը պետք է հասկանա ինչ է կատարվում մեզ մոտ, որ կարողանա աջակցել մեզ։ Նույնը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պետք է հասկանան ինչ է կատարվում, որ գնան գիտակցված ընտրությունների։ Ամեն մեկս մեր կարծիքը ունեն, ի վերջո մեր սկզբունքների համաձայն պետք է քվեարկենք, բայց պետք է հասկանանք, որ ակտիվ պետք է մասնակցենք ընտրություններին։ Մեր կարծիքը ասենք։ Ու հենց մեր YouTube-յան ալիքը տալիս է անաչառ օբյեկտիվ ինֆորմացիան, քանի որ մենք այս պայքարի միջկուսակցական ներքին պայքարի մեջ կապվածություն չունենք, անաչառ ենք։ Հիմա նայեք ինչ է ասում այս գլխավոր ընդդիմությունը այս 3 ռուսամետ ուժերը։ Իրենք ասում են, որ մենք պետք է պայքարենք, որ այն ծրագիրը, որի համաձայն պետք է 300,000 ադրբեջանցի վերաբնակեցվեն Հայաստան, պետք է կանխենք։ Ու դա ասում են բոլոր այդ 3 ուժերը։ Եվ ուժեղ Հայաստան, եւ Բարգավաճ Հայաստան։ Տարբեր ռակուրսներով, տարբեր ակցենտներով, բայց բոլորն էլ մտավախություններ հայտնում են այդ հնարավոր ադրբեջանցիների բերելը Հայաստան։ Բացի դրանից շատ է բոլորին այս ռուսամետ ուժերին մտահոգում Թուրքիայի հետ մեջ procese կարգավորման հարաբերությունների procese։ Իրանք դեմ են կարգավորել, քանի որ համարում են, որ Թուրքիան կարող է ազդել, մտնել, գրավել Հայաստանը, տնտեսապես այլ ձևերով, դա խփում է իրանք ասում են մեր ինքնությանը, դա ասում են բոլոր այդ 3 ուժերը, տարբեր ակցենտներով, տարբեր նյուանսներով։ Նաև իրանք նշում են, որ Հայաստանը դարձավ այսօրվա իշխանությունների շնորհիվ կռվախնձոր Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Անկլավների թեման շատ են շոշափում վերջի մի քանի օրը այս 3 ռուսամետ ուժերը, ուժեղ Հայաստան դաշինքները եւ Բարգավաճ Հայաստան։ Ավելին իրանք կասկածի տակ են դնում TRIP ծրագիրը։ Իրանք ասում են այս TRIP ծրագիրը, որը ուզում են իրականացնել Հայաստանում ամերիկացիք, դա ունի կորիդորային լոգիկա, տրամաբանություն, շատ վտանգավոր է, միջանցքային տրամաբանություն ունի, ուրեմն մենք կարող ենք կորցնել սուվերենությունը, բացի դրանից իրանք ասում են TRIP ծրագիրը չի իրականացվի այս կամ այն պատճառներով։ Ղարաբաղի հարցի հետ կապված բոլոր այդ 3 ուժերը համարում են, որ պետք է Հայաստան Ադրբեջան վերադարձվեն Ղարաբաղի հայերը։ Իրանք իրավունք ունեն վերադառնալ ու այդ թեման պետք է հենց հիմա դնել, հենց հիմա ակտուալացնել, օրակարգ մտցնել Հայաստան-Ադրբեջան։ Ու քննադատում են Նիկոլ Փաշինյանին, որը ինքը կտրականապես դեմ է Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը քննարկել, շոշափել, բարձրացնել։ Ոչ միայն ընդդիմադիրները, նաև առանձին փորձագետները, առանձին ճանաչված լրագրողները խոսում են այդպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության մասին, վտանգների մասին եկած այդ գաղափարախոսությունից, որ Ադրբեջանը պետական մակարդակով այդ գաղափարախոսությունը տանում է առաջ, աջակցում է։ Օրինակ Թաթուլ Հակոբյանը ինքը ինչ հարց է բարձրացնում, ինքը ասում է նայեք հունիսին, այս տարվա հունիսին Նախիջևանում պետք է անցնի մեծ ֆորում կապված արևմտյանի ադրբեջանցիների վերադարձ։ Այդպես էլ անվանում է այդ ֆորումը, վերադարձ արևմտյան Ադրբեջան։ Ու այնտեղ կազմակերպիչները հենց Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը Նախիջևանում, Ադրբեջանի մշակույթի, գիտության, կրթության նախարարությունը, կոպիտ ասած ինքը ասում է պետությունն է կազմակերպում այս ֆորումը, ուրեմն ադրբեջանցիների այս վերադարձի Հայաստան այդ գաղափարը
իշխանություններ Ադրբեջանի առաջ տանում։ Պարզ է իշխանությունները Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանը հասկանում են, որ այդ շատ զգայուն հարցեր են հայ ժողովրդի համար ու Նիկոլ Փաշինյանը փորձում էր այսօր պատասխանել, քանի որ եւ անկլավների հարցը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից եւ հնարավոր վերադարձը ադրբեջանցիների Հայաստան շատ ցավով մարդիկ ընկալում են իրոք որտեղից ծագեցին այդ հարցերը, ինչու ծագեցին եւ այլ եւ այլ։ Հիմա պատասխանները Նիկոլ Փաշինյանի։ Դա շատ կարևոր է, քանի որ այստեղ է գլխավոր բախումը այս հարցերում, որը գնում է իշխանությունների մի կողմից քաղաքպայմանագրի իշխող ուժի եւ այս երեք ընդդիմադիր ռուսամետ ուժերի միջև։ Նիկոլ Փաշինյանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան եւ խոսեց հայերի հնարավոր վերադարձի Ղարաբաղ։ Ուրեմն իշխանությունների դիրքորոշումը չի փոխվի, ուղղակի կրկնեց Նիկոլ Փաշինյանը, որ հարց չկա ու մենք չենք դնի օրակարգ Ղարաբաղցիների վերադարձը Ադրբեջան։ Քանի որ ինքը համարում է, որ մենք կստեղծենք նորից կոնֆլիկտային իրավիճակ։ Ես դեռ պետք է ասեմ, որ միանշանակ է, որ Ղարաբաղի հայերը միջազգային նորմերի համաձայն իրավունք ունեն վերադառնալ։ Ուրիշ բան է, իրականացնել դա հնարավոր է թե ոչ, թե ինչ, այն ընդդիմադիր ռուսամետ ուժերը բոլորը ասում են, օրակարգ պետք է մտնի։ Բայց նորից կրկնում, միջազգային նորմերը թույլ են տալիս այդ հարցը եւ բարձրացնել եւ պայքարել, իրականացնելը կլինի շատ դժվար, Ադրբեջանը կտրականապես դեմ է, անվտանգությունը ով է ապահովելու, բայց իշխանության դիրքորոշումը այլ է, իշխանությունը չի վիճարկում, որ իրավունք ունեն ղարաբաղցիք վերադառնալ Ղարաբաղ։ Ավելի ճիշտ, այսօր ասում են Ադրբեջան վերադառնալ։ Իշխանությունները ասում են, եթե այդ հարցը մենք դնում ենք, ավտոմատ մենք վերադառնում ենք կոնֆլիկտի դաշտ, որ կոնֆլիկտը կա։ Ամիջդեռ մենք ճանաչեցինք տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի ու չենք ուզում այդ կոնֆլիկտի դաշտ վերադառնալ։ Ես ինչու կողմ եմ այդ գաղափարախոսական մոտեցումների, եթե մենք բարձրացնենք այդ հարցը, որը օրինական է բարձրացնել, բայց եթե հիմա բարձրացնենք, ակնհայտ է Ադրբեջանը հետ կկանգնի բոլոր պարտավորություններից մեր առջև, նաև այդ թվում փաստաթղթերի, որը ստորագրվել են Միացյալ Նահանգներում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, ու ազատ ձեռքեր կունենան մեր դեմ քայլեր անելու։ Ինչ եմ ուզում ասել, առանձին դեպքերում, նույնիսկ եթե ցավ ես ապրում, այո, պետք է կարողանաս մանևրել, ավելի նուրբ քաղաքականություն վարել, այդ իմաստով ես համաձայն եմ, որ բերել հետ այդ հարցը Ղարաբաղի մեր հարազատ հայերի հարցը, այդ իրոք պրոբլեմներ կառաջացնի։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ նայեք, այս գաղափարախոսությունը Արևմտյան Ադրբեջան անընդունելի է, չի կարող լինել, միաժամանակ ինքը ինչ է ասում, այկային հարցեր փախստականներ Բաքվից, Կիրովաբադից, Նախիջևանից եւ Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիք, ովքեր Հայաստանից գնացին, այդ ինչ որ սիմետրիա ստեղ կա։ Ստեղ ես ունեմ իշխանություններին ասելիք։ Ուրեմն, եթե հիմա մենք ի պաշտոն մտնենք ՄԱԿ, մենք ունենք այնտեղ դեսպան, որը հարցում կանի 90-ական թվերին, երբ որ կոնֆլիկտը սկսվեց 90-ական թվերին, ՄԱԿ-ում որ փախստականներն են ֆիքսվել։ Ինձ հավաստիացեք, ես զբաղվել եմ այդ հարցով, կֆիքսվեն փախստականներ հայեր Ադրբեջանից։ Հայեր Բաքվից, հիմա Գյանջայը, այն ժամանակ Կիրովաբադներ հայեր այլ տեղերից։ Բայց փախստական ադրբեջանցի Հայաստանի չկար։ Քանի որ Հայաստանից այլ մեխանիզմով դուրս են եկել ադրբեջանցիք, շատերը հասցրեցին բնակարաններ փոխանակել։ Հիմա չեմ ուզում շատ խորանալ այդ հարցի մեջ, ես չեմ համարում, որ սիմետրիկ է իրավիճակը, ուրեմն ադրբեջանցիք ոչ մի հիմքեր չունեն վերադառնալ Հայաստան, ու Նիկոլ Փաշինյանը լավ է որ հստակ ասեց, ոչ մի արևմտյան Ադրբեջան, ոչ մի բան չկա ստեղ Հայաստանում։ Դա շատ ճիշտ ինքը ասեց, բայց ուզում եմ ասել, որ
սիմետրիկ չի իրավիճակը։ Մյուսը, ինչ մասին ուզում եմ ասել, Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ անկլավների թեմային։ Անկլավների թեմայի հետ կապված ինքը ասեց, որ այդ հարցը պետք է լուծվի, անկլավների հարցը։ Հենց դելիմիտացիայի դեմարկացիայի ժամանակ ինքը ասեց, որ մենք ունենք մեր անկլավ Արցվաշենը, ուրեմն ես չեմ կարող հրաժարվել այդ հարցից։ Ակնարկ արեց, որ կարող է լինել ոչ ստանդարտ որոշումներ, օրինակ 3 փոքր անկլավներ, 2-ը Տավուշում Ադրբեջանի եւ 1-ը Տիգրանաշենը Արարատի մարզում կարող է փոխարինվի Արցվաշենի հետ, բայց այդ առանձին մեխանիզմով դելիմիտացիա դեմարկացիայով չես կարող, եթե փոխանակման ճանապարհով ես գնում։ Բայց ինքը ասեց, որ այդ հարցը կա, այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիա դեմարկացիայի ճանապարհով։ Ու ինքը ասում է սուտ է, որ ասում են, որ ինչ որ բան հանձնում են, ու ակնարկը նա է, որ այդ 3 ադրբեջանական անկլավները ի պաշտոնե Ադրբեջանի մասն են ու պետք է այդ հարցը լուծվի։ Ես ստեղ մենակ մի բան ուզում եմ ավելացնել, հիշում եք նույնիսկ քննարկում էր գնում, նույնիսկ մեր պաշտոնյաները ասում էին, որ մի խնդիր կա անկլավների հետ, չկան փաստաթղթեր, որ անկլավներ կան։ Հետո ավելի ուշ մեր կառավարությունը ասեց, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Արցվաշենը կա, մերն է այդ անկլավը։ Ու ես չգիտեմ, կան ապացույցներ, որ այդ 3 փոքր անկլավները փաստաթղթային, որ մեր այն ժամանակվա սովետական Հայաստանի ժամանակվա կառավարությունը ստորագրել է, որ այդ Ադրբեջանի մասն է։ Չգիտեմ։ Ուրեմն ստեղ նյուանսներ կան։ Ուղղակի ես ուզում եմ ձեզ ասել, պատասխանը Նիկոլ Փաշինյանի, որ այդ անկլավների հարցը կա։ Մենք չենք կարող հետ կանգնել, չենք կարող ասել, որ չկան 3 անկլավներ Ադրբեջանի Հայաստանում։ Ու ինքը ասում է, այո, Արցվաշենը մերն է, պետք է վերադարձվի ու մեր տարածքային ամբողջականությունը կպահպանվի այդ process-ի ժամանակ։ Ինչքանով դա կբավարարի մեր հասարակության այդ բացատրությունը, ես ստեղ ունեն մենակ մեկ բան լրացնելու, նոր ասեցի, լրացումը ինչու է կայանում։ Այս անկլավների ծագումը որն է, Արցվաշենի ծագումը մեր կառավարությունը գտավ փաստաթղթեր։ Այն 3 ադրբեջանական փոքր անկլավների 2-ը Տավուշի մարզում, 1-ը Արարատի մարզում, այդ Տիգրանաշեն, ծագումը որտեղ է, ունեն փաստաթղթեր ադրբեջանցիք, ոնց ծնվեց դա, քանի որ երբ որ նայում ես քարտեզները սովետական միության ժամանակվա Հայաստանի, Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունների անկլավներ չկային։ Բայց տրամաբանությունը ստեղ կա, որ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, գիտեք ինչ է, այս անկլավների հարցը դելիմիտացիայի դեմարկացիայի շրջանակներում կլուծեմ։ Ինչի՞ եք բարձրացնում աղմուկ, որ իբր ինչ որ տարածքներ մենք հանձնում ենք։ Այնտեղ կան նաև, դուք գիտեք, կոմունիկացիաների հարցը, ճանապարհների հարցը, եթե անկլավները վերադարձվեն ու ստացվի, որ մեզ տալիս են Արցվաշենը, այդ 3 անկլավները մենք վերադարձնում ենք Ադրբեջանին, եթե այդպես լուծում ստանա դելիմիտացիայի դեմարկացիայի ժամանակ, հարց է առաջանալու ճանապարհների, կոմունիկացիաների, գազամուղերի, ճանապարհների, ու ստեղ բանակցությունների միջոցով ինքը ասում է պետք է դա լուծվի։ Բայց ցանկացած դեպքում լավ է, որ ինքը արձագանքեց, քանի որ այս թեման շատ է ուժեղ առաջ տարվում ընդդիմության կողմից ու ոչ միայն այս 3 քաղաքական ուժերի ռուսամետ, որոնք գլխավոր անդիմադիրներ Նիկոլ Փաշինյանի, այլ նաև այլ քաղաքական ուժեր մասնակցող այս ընտրարշավում։ Հիմա մյուս հարցը շատ կարևոր, որին անդրադարձավ Էրիկ Արարատ Միրզոյանը, մեր արտգործնախարարը, այսօր Նիկոլ Փաշինյանը։ Մեր անդամակցությունը ՀԱՏՄ-ում, Ռուսաստանը, ես զգուշացրել եմ ձեզ երեք, պլանավորում է մտցնել օրակարգ ամսի 28-ին 29-ին, մայիսի այս ամսվա 28-ին 29-ին ՀԱՏՄ-ի գագաթնաժողով։ Այդ գագաթնաժողովը պետք է Աստանայում անցնի, Ղազախստանում ու Ռուսաստանը մտցնում է հարցը, Հայաստանի կարգավիճակի հարցը ՀԱՏՄ-ում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք անդամ ենք
ԵԱՏՄ-ի։ Մեր կարգավիճակի հարցը մենք կարող ենք մենակ բարձրացնել։ Ռուսաստան ասում է չէ, մենք ու երեք հիշում եք, երեք չառաջորը եւ Շոյգուն եւ Օվերչուկը ասեցին, որ Ռուսաստանը կմտցնի օրակարգ այդ հարցը։ Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ԵԱՏՄ-ի Եվրասիական տնտեսական միության խաղի կանոնների համաձայն մենք անդամ ենք ու միայն մենք կարող ենք օրակարգ մտցնել մեր անդամակցության հարցը։ Օրինակ, եթե մենք որոշեցինք դուրս գալու, մենք իրավունք ունենք մենակ դա բարձրացնել։ Ուրիշ պրոցեդուրներ չկան։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ գազի գինը չի կարող բարձրանալ Ռուսաստանի գազի գինը, քանի որ մենք ունենք պայմանագրեր Ռուսաստանի հետ։ Նույնստեղ ես կվիճեի, քանի որ Ռուսաստանը միակողմանի հաճախ անում է քայլեր ու չի էլ քեզ հարցնում։ Նիկոլ Փաշինյանը նաև ուզում էր բացատրել այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը մտցրեց այն ապրանքների, որոնք Հայաստանից մտնում են Ռուսաստան, օրինակ կապված ծաղիկների բիզնեսի հետ։ Ծաղիկները հիմա գիտեք արգելվում է մուտքը Ռուսաստան։ Ինքը ասեց, որ դա կապված չի քաղաքականության հետ եւ այլ։ Այդ իր մեկնաբանությունն է։ Այդ ինքը ասում է սահմանափակումները ֆիտոսանիտարական ստանդարտների չափորոշիչների հետ է կապված, դա կապված չի քաղաքականության հետ։ Նույնստեղ կարելի է քննարկել, իմ կարծիքով, երբ որ Ռուսաստանը օգտագործում է այդ ֆիտոսանիտարական ստանդարտները ու այս կամ այն մեր ապրանքները չի թողնում Ռուսաստան կամ ձերբակալում է ջերմուկի այդ պատմությունը հիշում եք, իմ կարծիքով ավելի շատ քաղաքական ճնշում են ուզում գործադրել, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, այդ խնդիրները մեր ապրանքները միշտ էլ ունեցել են, ուրեմն ինքը չի կապում այս ընտրարշավի հետ։ Հիմա այնուամենայնիվ թեման ԵԱՏՄ-ի անդամակցության հետ նաև երեք շոշափեց Արարատ Միրզոյանը, ինքը ասում է Շոյգուին պատասխանելով, քանի որ Շոյգուի ասածը շատ լկտի բաներ էին, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի, երեք ես մանրամասն մեկնաբանել եմ, չեմ կրկնի, բայց Արարատ Միրզոյանը պատասխանեց Շոյգուին, որը մեզ մեղադրում է նրանում, որ մենք ռազմավարական պայմանագրեր կնքում ենք Ռուսաստանի համար թշնամի պետությունների հետ, որոնք բարիդրացիական հարաբերություններ Ռուսաստանի չունեն, թշնամական քաղաքականություն են վարում, պարզ առաջի հերթին եվրոպական երկրների մասին է խոսքը, Շոյգուն նկատի ուներ։ Հիմա Արարատ Միրզոյանը ինչ է ասում։ Ինքը ասում է, մենք էլ սպասում ենք մեր գործընկերներից այլ արձագանք, երբ որ մեզ ծանր էր։ Պարզ է, Արարատ Միրզոյանը ակնարկ է անում 2020 թվի, 2023 թվի իրադարձությունների, ու ինքը ասում է, մենք ունենք պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնց համաձայն Ռուսաստանը պետք է արձագանքել, բայց այդ արձագանքը այլ էր։ Ինքը պատասխանեց Շոյգուին։ Մենք ամեն ինչ հիշում ենք, ասեց Արարատ Միրզոյանը, որ դուք մեզ չեք աջակցել, ինչի մասին է խոսքը, ես թարգմանում են Արարատ Միրզոյանի ասածը, ինքը ավելի դիվանագիտորեն ձևակերպեց, բայց ինքը ճիշտ ասեց, մենք սպասելիք ունեինք մեր դաշնակիցներից, այդ սպասելիքը չստանանք։ Բայց միաժամանակ Արարատ Միրզոյանը ասեց, մենք չենք ուզում լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Հիմա Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ այն հարցին, որ Հայաստանը դուրս պետք է գա կամ ուզում է դուրս գալ, թե չէ ԵԱՏՄ-ից։ Ինքը ասեց, այդ հարցը առանց Հայաստանի չի կարող քննարկվել։ Կոպիտ ասած, այն, որ Ռուսաստանը ուզում է օրակարգ մտցնել մայիսի 28-ին, 29-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողով, որ Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ին պարզվի, ինքը ասեց, այդ ոչ ոք չի կարող քննարկել առանց մեզ։ Մինչև մենք հայտ չներկայացրենք, որ ուզում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, ով կարող է այդ հարցը բարձրացնել։ Մենք այս ձևի ցանկություն չենք ներկայացրել, ուրեմն ինչի մասին է խոսքը։ Դու պարզ է, ինքը պետք է բացատրի, մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, դեպի եվրոինտեգրացիա ու հակասության մեջ կմտնենք ԵԱՏՄ-ի, ինքը ասում է, երբ որ ժամանակը գա, նոր մենք կխոսանք դրա մասին։ Հիմա
Արադ Միրզոյանին նաև հարցրեցին կարելի է սարեցնել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում։ Ինքը նորից կրկնեց, որ դա չի կարող լինել, քանի որ Հայաստանը չի ներկայացնել հայտ դուրս գալու ու ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են, միաձայն պետք է ընդունվեն, որ որոշումը լինի որոշում, ուժի մեջ մտնի, մենք այդ համաձայնությունը չենք տա։ Բայց ես ուզում եմ նորից կրկնել մեկ բան։ Իրոք, երբ որ նայում ես այդ ԵԱՏՄ-ի պայմանագրի 118-րդ հոդվածը, 118-րդ հոդվածում հստակ գրված է, որ եթե պետությունը ուզում է դուրս գալ, պետք է հայտ ներկայացնի դուրս գալու ու դուրս գալու process-ը ԵԱՏՄ-ից 12 ամիս, մի տարի է տևում։ Բայց միայն պետությունը կարող է դա անել, ճիշտ է ասում եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արադ Միրզոյանը։ Բայց այդտեղ կա նյուանս։ Երբ որ դուք նայում եք հոդված 12-րդը, որտեղ որ բարձրագույն խորհրդի իրավունքները շոշափվում են, այնտեղ ֆիքսված է բարձրագույն խորհուրդ ԵԱՏՄ-ի, որի մեջ մտնում է Պուտինը, Լուկաշենկոն, Նիկոլ Փաշինյանը, պարոն Տոկաևը Ղազախստանի ղեկավարը եւ վարչապետը Ղրղստանի, քանի որ 5 պետություն անդամ են։ Այնտեղ կա հնարավորություն, որ այլ պետությունները քո կարգավիճակի հարցը օրակարգ մտցնեն ու քննարկեն։ Ինչ որ չափով դա կա, քանի որ ԵԱՏՄ-ում կա անդամի կարգավիճակ, տեխնացու պետության կարգավիճակ եւ դիտորդի։ Օրինակ դիտորդի եւ տեխնացու պետության դեպքում կարգավիճակ այդ խորհուրդը կարող է զրկել։ Օրինակ դիտորդ հանդիսացող ինչ որ երկիրը ԵԱՏՄ-ի հետ կապված կարող է զրկվել առանց այդ պետության ցանկությանը։ Նույնը տեխնացու պետությունը կարող է զրկվել։ Ուրեմն այս մեխանիզմը կա։ Անդամ պետությունների պարզ է կարգավիճակը շատ ավելի ուժեղ է, բայց այնուամենայնիվ կարող են մտցնել մեզ չհարցնելով օրակարգ այդ հարցը ու ասել մենք հանելու հարց չենք քննարկում, մենք քննարկում ենք հարց ձեր դեպի եվրո ինտեգրացիայի գնալու հարց։ Ուրեմն ես ուզում եմ ասել, այս գլխավոր մեղադրանքները, որ ուղղվում են Նիկոլ Փաշինյանին, քաղաքապայմանագրի, ինչ պատասխաններ տալիս էր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես ուզում եմ անցնել այն թեմային, որը կապված է այս մեղադրանքներին։ Իրոք շատ լուրջ process է գնում, Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ բացահայտումներ կլինեն, լուրջ կոմպրոմատներ, ու մենք տեսնում ենք։ Օրինակ, Նարեկ Կարապետյանի դեպքում, որը առաջի համարն է ուժեղ Հայաստանի ցուցակում, ասվում է, որ ինքը ունի երկրորդ քաղաքացիություն։ Պարզ է, այդ ամեն ինչը պետք է ստուգվի, անմեղության կանխավարկած է ես հարգում եմ։ Հիմա Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակեց երեք ինֆորմացիա, որ ինքը կյանքում Նարեկ Կարապետյանը չի եղել Ռուսաստանի քաղաքացի։ Դա հերիք է մեր պատկան մարմինների համար, որ այն քրեական գործը, որ հարուցվել է իր դեմ, որ հանվի։ Նույնը Ռուսաստանը գիտեք, երեք Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքեց այն ինֆորմացիան, որը տվեց The Insider-ը։ Ռուսաստանում այդ The Insider-ը վերլուծական կենտրոնը ինքը ոչ ցանկալի կազմակերպություն է Ռուսաստանում, դա համարվում է օտարերկա գործակալ։ Ու իրանք ասում են, այդ ինչ որ իրանք տպեցին FSB-ի մասին, FSB-ի աշխատակիցների մասին գործող Հայաստանում շատ սուտ է։ Ու իրանք ասում են, այն մարդիկ ու մասին ասում են, որ FSB-ի անդամ է, դա սխալ է։ Հիմա դա մեր պատկան մարմինները վերցնում են իգիտություն, թե ոչ։ Շատ կարևոր հարցեր են։ Մարիա Զախարովան իմիջիալոց հատուկ ուշադրություն դարձրեց երեք նրա վրա, նորից խոսած Հայաստանից չեմ կրկնի, բայց հատուկ ուշադրություն դարձրեց Մարիա Զախարովան, գիտեք ինչի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե նամակ ուղարկեց, որ չի գնում գագաթնաժողով ԵԱՏՄ-ի, ինքը ասեց շատ սխալ անում, ինքը հաճախ չի գալիս ԵԱՏՄ-ի նիստերին, ու դա վատ է, ու վատ է հենց Հայաստանի համար, դա ԵԱՏՄ-ի աշխատանքների վրա չի ազդի, նեգատիվ բացասական չի ազդի։ Բայց ինքը ասեց, դա դարձավ համակարգ, սիստեմա, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի նիստերին չի գալի։ Ես համոզված չեմ, որ այդպես է, բայց ինքը դրանով ակնարկ արեց
ակնարկարեց, որ Հայաստանը չի մասնակցում ԵԱՏՄ-ի աշխատանքներին, մեր պաշտոնյաները հակառակն են ասում, հենց մենք մասնակցում ենք։ Ու ես պնդում եմ, լավ է, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի նիստին չի գնում, դու գիտեք, մեր փոխվարչապետը Մհեր Գրիգորյանը կգնա, բայց մտավախություն ունեմ, որ ցանկացած դեպքում կմտցվի օրակարգ այդ հարցը, չնայած որ Հայաստանը վետո իրավունք ունի, քանի որ Ռուսաստանը ուզում է ազդել մեր ընտրությունների վրա, ուզում է, որ շատ ու շատ մարդիկ, ովքեր անում են բիզնես Հայաստան-Ռուսաստան, որ մտահոգված լինեն իրավիճակով։ Հիմա լրտեսության մեջ մեղադրվող մարդիկ, ինչ որ ազգանուններ տրվում են, ինչ որ բացահայտումներ, մեծ հիմա process է գնում, ես ասեցի խուզարկություններ, հիմա գնում են այս առաջի հերթին ռուսամետ ուժերի շրջանակների դեմ ուղված, քանի որ ինչ որ մարդիկ մեղադրվում են նրանում, որ լրտեսական գործողություն կատարում են, ինչ որ մարդիկ մեղադրվում են, որ FSB-ում են աշխատում, դա հակասում է մեր օրենքներին, այս ձևի մարդիկ իրավունք չունեն մասնակցելու մեր ընտրությունների, ինչ որ մարդիկ պետական դավաճանության մեջ մեղադրվում են, մեծ process է գնում, մի քիչ նման է լյուստրացիայի, պետությունը որոշեց Հայաստանի իշխանությունները լյուստրացիա անցկացնել, բացահայտում դա կոչվում է։ Ես կողմնակից էի միշտ օրենքով դա անել, բայց հիմա նախադեպային քաղաքականությամբ է գնում իշխանությունը։ Ստեղ միանշանակ կա դրական կողմ, որ դու կարող է բացահայտվեն ինչ-որ ագենտներ այլ երկրների, ու պարզ է Ռուսաստանի մասին է խոսքը, կարծես թե ստեղ դրական է, բայց բացասականը գիտեք ինչ է, որ դա արվում է հենց ընտրարշավի շրջանակներում։ Դա տարբեր ձևերով կարող է մեկնաբանվել միջազգային հանրության կողմից։ Մենք միշտ ասել ենք կառավարությանը, վաղուց է, որ լյուստրացիոն process-ներ Հայաստանում պետք է անցկացվեն, որ մենք գոնե հանգիստ լինենք, որ մեր падգամավորների մեջ չկան օտար երկրա գործակալներ, կամ չկան մարդիկ, ովքեր թաքցնում են, որ ունեն երկրորդ, երրորդ, չորրորդ անձնագրերը, դա վտանգ է մեր անվտանգության կոնտեքստում։ Բայց մեծ process է գնում, ուշադիր հետևենք այդ process-ներին, միջ նոր հանդիպումներ։